Ձեր ուղերձում հանրությանը եւ հայոց բանակի օրվա առթիվ նշել եք, որ մեր գոյության գրավականը հայոց բանակն է, այսօր այդ գոյության գրավականը փոխում են, բանաձևը փոխում են, ասում են արտաքին միջազգային երաշխավորները պիտի դառնան։ Հիմա այդ երաշխավորը կարող է դառնալ օրինակ թրիփը, ինչին ուզում են հավատացնել մեզ։ Գիտեք, ինձ համար դժվար է միանշանակ պատասխան տալ, որովհետև չգիտեմ, թե տրիպը ինչ ա միջև վերջ։ Ինչ ա, դուք ինչ եք հասկացել մինչ այս պահը։ Ես հլա ոչ մի բան չեմ հասկացել։ Հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են Միջանցք, թուրքերը դրան անվանում են Միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում է Միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, չգիտեմ, կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ հնարած, բայց ինչպես հայտնի է, իրանց ասածները մի շաբաթ հետո փոխվեն, մի ամիս հետո փոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի։ Շատ պարզ է, այսինքն իրանց ասածով չեն կարող։ Բայց ռիսկեր տեսնում եք դուք օրինակ այս թրիփի, ինչպես տեսնում են շատ օրինակ մասնագետներ։ Երբ որ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ ես կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե չեմ տեսնում։ Լավ, արդեն շատ ծանրացանք։